Ալխաս Ղազարյան։ Շնորհակալ եմ։ Տիկին Գալյան, գործառույթային առումով նշեցիք, որ օրինակ արհեստական բանականության նախարարությունը ավելանում է եւ նաեւ արտաքին գործերի նախարարությունը ավելանում է արտաքին առևտրի բառը։ Այս գործառույթները երբ որ ավելանում են, մենք արդյոք կարող ենք կանխատեսել, որ փոխնախարարել պետք է ավելանա, որպեսզի այս մասով կոնկրետ մեկը զբաղվի։ Շնորհակալություն հարցի համար, այս պահին ոչ, նման հարց չի քննարկվում եւ փոխնախարարների թիվը այս պահին այդ նախարարությունների մասով, եթե չեմ սխալվում, փոփոխության չի ենթարկվելու։ Նոր փոխնախարարի, նոր հաստիքի ավելացում ըստ էության չի լինելու։ Շնորհակալ եմ, գիտեք ինչու մտածեցի այդպես, որովհետև նախ դա հաստիքի ավելացումը նաև իրենից ներկայացնում է ֆինանսական ծանրաբեռնվածություն նախարարության վրա եւ ընդհանուր առմամբ նաև երբ որ խոսեցիք արհեստական բանականության մասով, նշեցիք, որ նախարարությունը արդեն այդ մասով գործառույթներ իրականացնում է, բայց արտաքին գործերի նախարարության մասում այդ մասը չնշեցիք, դրա համար այս միտքը եկավ։ Ճիշտ եք նկատում, արտաքին գործերի նախարարության պարագայում միջազգային առևտրի բլոկը ավելանում է որպես նոր գործառույթ, բայց մենք ունենք նաև առևտրային կցորդների ինստիտուտը, որը կարիք է զգալու վերագնահատման եւ վերագործարկման եւ կարծում եմ, որ մեր դիվանագիտական ռեսուրսը կարող է առաջին փուլում գնահատվել բավարար, որպեսզի մենք չավելացնենք լրացուցիչ հաստիկներ, որոնք ենթադրում են լրացուցիչ ֆինանսական միջոցների ներգրավում։ Այնինչ կլինի հետագայում ցույց կտա ժամանակը։ Շնորհակալ եմ։